Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Ֆլավել, օր մայիսի 14 Ապա անօրեններին կսովորեցնեմ քո ճանապարհները և մեղավորները ետ կդառնան քեզ մոտ։ Սաղմոս 51-րդ գլուխ 13-րդ խոսք։ Դարձը կարելի է դիտարկել երկու ձևով, կամ որպես երևույթ, որն ավելի հստակ դրսևորվում է հասուն մարդկանց մոտ, ովքեր իրենց երիտասարդության տարիներին ավելի անաստված և մեղավոր էին, կամ քնքուշ տարիքի մարդկանց մոտ, որոնց սրտերում շնորհը ավելի նուրբ և աննկատելիորեն է դրոշմվել Աստծո օրհնությամբ բարեպաշտ դաստիարակության միջոցով։ Առաջին դեպքում հոգու գործերը, որոնք լուսավորում, համոզում, խոնարհեցնում, ձգում են դեպի Քրիստոս և կնքում են նրանց, ավելի հստակ և նկատելի են։ Երկրորդ դեպքում այս գործերը ավելի անտեսանելի և շփոթեցնող են։ Նրանք կարող են հիշել, որ Աստված նրանց մեջ դրել է հարգանք, սեր է տվել աստվածավախ մարդկանց, պարտականությունների նկատմամբ հոգատարություն և մեղքի գիտակցություն, բայց ինչ վերաբերում է հոգու ներգործության ժամանակին, վայրին, գործիքներին և ձևին, նրանք կարող են միայն համեստ վկայություն տալ դրանց մասին։ Սակայն եթե այդ գործը նրանց մեջ ճշմարտապես և փրկարար կերպով կատարված է, պատճառ չկա, որ նրանք խռովեն, եթե դրա հանգամանքներն այդքան հստակ չեն իրենց համար, որքան ուրիշների դեպքում։ Կարևորը, որ գործի էությունն ու իրականությունը երևան, և կարիք չկա տրտմեցնելու ինքներդ ձեզ այն բանի համար, որ այդպիսի հանգամանքների վկայությունները ակնհայտորեն պակաս են։ Բայց և հանգամանքները և գործի բուն էությունը մարդու համար պարզ են լինում, երբ նա կարող է հիշել այն ժամանակը, այն վայրը և այն միջոցը, որով հոգու գործը կատարվեց իր մեջ, ապա դա անչափ քաղցր է լինում և ամեն անգամ դրանց մասին խորհելիս հոգին նորից թարմ շնչով ու մխիթարությունով է լցնում։ Եղել են բազմաթիվ հանգամանքներ, որոնք մենք համարել ենք պատահականություններ, երբ դրանք առաջին անգամ պատահել են մեզ հետ, բայց հետո պարզվել է, որ դրանք Աստծո նախախնամության մեծագործ ընթացքի կողմից ուղարկված լրտեսներն էին, որոնք նախապատրաստեցին ճանապարհը դեպի փրկություն։